Բարի օր դպոինտի սիրելի հեռուստադիտողներ, դուք դարձյալ հենման կետում եք, և հենման կետում ես հյուրընկալել եմ հրապարակախոս, պարզապես քայլող հանրագիտարան Հակոբ Նալբանդին, արդեն երկրորդ անգամ։ Հուսով եմ այսօր ևս մեր խոսակցությունը կլինի շատ հետաքրքիր թեմաներով։ Մենք դարձյալ մտնելու ենք մեծ մերձավոր արևելք։ Կարծում եմ, որ շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում թե Թուրքիայում, թե Ադրբեջանում եւ թե Պաղեստին-Իսրայել կոնֆլիկտի շրջագծում ու արժի, որ մենք այդ իրադարձությունները փորձենք քննարկել ոչ թե մակերեսին սահելով, այլ ներսից, դուք դա կարող եք։ Եկեք սկսենք Ադրբեջանից։ Մեհդիևի գործը համենայն դեպս այնքանով, որքանով հրապարակային է եղել, շատ հետաքրքիր մանրամասներ ունի։ Այնուամենայնիվ հասկանալի չի, Մեհդիևը իրոք փորձել է Ադրբեջանում հեղաշրջում կազմակերպել եւ իրոք այդ հեղաշրջման այսպես ոգեշնչողը նախակարապետը ասեմ թե ինչը Ռուսաստանն է։ Դիգին աթամյան բարև ցնախ շնորհակալություն ես չեմ գնալ հասնել ինչպես կարելի է հեղաշրջում կատարել առանց փանագի օժանդակության։ Սա առաջին հարցն է։ Երկրորդ հարցը տեսեք Ամենայնպես Թուրքիայի փորձը վկայում է, որ բոլոր հաջողված հեղաշրջումները եղել են բանակի աջակցությամբ եւ ձախողվել են այն հեղաշրջման փորձերը, որտեղ բանակը ներքին զորքերը չեն եղել, այսինքն ուժայինները չեն միացել։ Ցանկացած հեղաշրջում առանց բանակի եւ չեմ նոր պատկերացնել բազմաթիվ օրինակներ կան, սկսած Միջին Արևելքեն, սկսած աֆրիկական երկրներն այնտեղ անընդհատ գիտեք process-ներ կատարվում միշտ հեղաշրջումներ, օրինակ ամերիկյան երկրներում հարավային Ամերիկայի, կենտրոնական Ամերիկայի միշտ հեղաշրջման հետևները բանակ կգնան, բայց ես կգարձեմ, որ ինչ որ խավբան կա այդտեղ հստակություն չկա այդ կոնկրետ հարցերու մեջ։ Տեսեք ես կուզեմ պատմության մեջ էլի փոքր ինչ որ անդրադարձ կդարենք 1990 գիտեք Դիգին Աթամյան պատմությունը այսինքն միշտ պատմությունը բանն է կարդեսն է ժամանակի որովհետև 1995-ի նույն պատկերը դեղ ունեցավ մենք լավ հիշենք Սուլեյման Դեմիրելը նույն հոր այս անգամ Հայդար Ալիևին զսկուշացուց որ Բաքվի մեջ Օմոնի ղեկավարը Ջաֆարովը հեղաշրջում կպատրաստեց իր նկատմամբ եւ որովհետև ցանկություն կար այդ ժամանակ որ Հայդար Ալիևի հերացնային իշխանությունից եւ այդ վերադառնար Աբուլֆեյզ Էլչիբեյը նույն այդպես Օմոնի գետրոններ բաշարեց Հայդար Ալիև եւ սպանվեցավ Ջաֆարովը Օմոնի ղեկավարը եւ այդպեսով ցախողության մատնվեցավ Հետո հեղաշրջումը Էլչիբեյը անհետացավ չգիտես Անհետ այո գնաց Նախիջևանում Էլչիբեյը իր անգյունը կաշվեցավ եւ հուշերը գրեց Հիմա նույն կարծեք թե բարական պատմությունը ինքը գրնեց Այսինքն հետաքրքիր է նախ այս Մեհդիևը ով է Մեհդիևը մենք գիտենք չգնություն չանենք որ Հայդար Ալիևի օագի կոորդինացիոն բոլոր գործերու ղեկավարն էր ակադեմիկոս մարդ փիլիսոփա մարդ պատմություններով գիտություններով տեխնոպան ակադեմիկոս նույնիսկ մինչև 2015 մնացած էր Իլհամ Ալիևի հետ աշխատեցավ վերջը հերացվեցավ գործեն ավելի հերացավ դարձավ ակադեմիայի ղեկավար գիտությունների ես կգարձեմ այստեղ Ռուսաստանը Մեհդիևը Ալիևի արշև նետեց Այդպես կգարձեմ ես այսինքն այս փորձը նույնիսկ նամակը որ հրապարակվեց Մեհդիևի անունից ինչ որ անհասկանալի նամակ էր Շատ մութ զալքեր կան, ես չեմ գարնալ այսինքն նախ 87 տարեկանոց մարդը ինչ որ ինքը պատկերացումներ ունի անցումային գարարություն պիտի գազմվի, ինքը պիտի ղեկավարի այդ շրջանը եւ այս ինֆորմացիան Պուտինը փոխանցած է Ալիևին վերջերս հանդիպումը դեղի ուզավ գիչեք Դուշանբեի մեջ փոխանցած է Գգարձեմ այստեղ Ռուսաստանը դեր իր մեղքերը գուզեկավել կտեսնեմ որ գմոդենա Ադրբեջանը Կարող ենք դա գնահատել ռուս-ադրբեջանական այսպես ոչ այնքան լավ հարաբերությունները լավացնելու փորձ ադրբեջանցիներին մեղադրելով Ադրբեջանի նախագահին գիտեք Պուտինը մի տեսակ սիրում է այսպես նվերներ մատուցել օրինակ Էրդողանին էլ զգուշացրեց Թուրքիայում նախապատրաստվող հեղաշրջման մասին իբր փրկեց Էրդողանի կյանքը Այդ գործընթացների շրջանակում է ամեն ինչը ուրիշ բարակա 2015-ի Թուրքիայում իսկ դեղի ունեցած հեղաշրջման փորձը այնտեղ սցենարիոն ուրիշ է, բայց այստեղ գարձեմ որ Ռուսաստանը Երբ որ օտանավը խփեցին դեկտեմբերի վերջերը
այո, դագը մնացած է, ինչեւ հիմա Ռուսաստանը ինչքան էլ Հա բայց ներողություն երկու անգամ ներողություն հիմա խնդրեց ինչ որ մարդը փոխանցում է ինչ պիտի լինի, չէ՞, ինչ որ գումարներ պիտի փոխանցեն անի։ 38 հոգին, որ գկարձեն որ Ադրբեջանը դեսնե որ ինքը լրի իր ուղղությունը կփոխե եւ որ Ալիևը նժարի վրա դրավ Ադրբեջանի շահը եւ Ռուսաստանի շահը իհարկե մեկնած Ադրբեջանի ասկային շահերեն, տնտեսական շահերեն նույն օրերուն համագնացակ որ Ղազախստանի ջանաբա Ղազախստանի հետ ուղի մի դիպացվի արդեն Վրաստանով Հայաստանի առաջին կայլն է որ օգոստոսի 8-ի պայմանագիր արդեն մի սովոսկոր կստանա, արյուն կստանա Պարոն Նալբանդ, եթե հաշվի առնենք Լավրովի հայտարարությունները առ այն, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ Հարավային Կովկասը այսպես իր ձեռքից խլեն, կարծես Հարավային Կովկասը ճամպրուկ է, որ այսպես փոխանցում են տիրոջից տիրոջ։ Ամենայն դեպս Կրեմլում կամ Սմոլենսկյան հրապարակում չի ձևավորում այն ընկալումը, մտայնությունը, չգիտեմ ինչը, որ այս հանրապետությունները վաղուց անկախ հանրապետություններ են եւ դուրս են եկել դուրս է մղվել Ռուսաստանը, ինքը իրեն դուրս է դրել էս քաղաքական դաշտից իր իսկ քաղաքականության հետևանքով։ Հիմա, եթե համադրում ենք Լավրովի այդ հայտարարությունները, գիտեք ինչի եմ այս հայտարարությունների մեջ բերում, որովհետև թե փորձագիտական, թե քաղաքական դաշտում փորձում են հերթական անգամ ահաբեկել հայ հասարակությանը, տեսեք Ռուսաստանը հիմա ինչեր է անելու, Լավրովը արդեն մեկնարկը տվեց։ Լավրովը ինչի մեկնարկը տվեց, ինչ կարող է անել Ռուսաստանը այս իրավիճակում Հայաստանի դեմ։ Ինչ է էլի Լարսն է փակելու, գազն է կտրելու, թե ինչ է անելու։ Այն պարագայում, երբ իր գազը արդեն համարյա թե գնող չկա։ Հիմա տեսեք, իհարկե այսօր հանդիպեցան Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ եւ Սի Ջինպինգը Չինաստանի նախագահ շատ քրիտիկական է։ Մի քանի օր առաջ ամերիկան բաժամիջոցներ պիտի սկսի գերերու ռուսական մեծ նավթային ընկերությունների վրա Լուկոյլը, Բեդագան ընկերությունները, Բաժնետոմսերն է վաճառում Լուկոյլը արդեն։ Այսինքն Ռուսաստանը մեծ կրիզիսի պիտի մտնի կգարձեն, որ Ռուսաստանը շատ շուտ ժամանակաշրջանի մեջ մեծ նյութական կրիզիսի պիտի հանդիպի։ Չինաստանը իհարկե մեկնած իր շահերեն պիտի Ամերիկայի հետ լեզու գտնե եւ Չինաստանի հետ դուրքերը որ հարգերը պիտի իշնեն նույնը Բրազիլի հետ գմնա Հնդկաստանը դե Հնդկաստանը գիտեք Ատկանալ Ռուսաստանի տաշնակից երկիր չէ Հնդկաստանը մեկնած իր շահերեն պիտի ամերիկյան օրենքով խաղա տեսեք հիմա մեր շատ սիրելի խումբ ենք ունենք արցականք շատ կսիրեմ իրենց երկերը լավ երկ ունին ես ուրիշ ցեղից եմ դե Լավրովը ուրիշ ցեղից է Պուտինը ուրիշ ցեղից է սրանք իրենց ցեղ ունեն մենք ալ իրենց ցեղը չենք կասնարին ցեղը խոսում է Լավրովը թող խոսի երևի ինքը միան գահավատ այրոսածին Ռուսաստանի մեջ այդ բաները չկան այդ նշույլն բաները չկան դվյալները որ Ռուսաստան ինչ որ Հայաստանի վրա ջնշում իսկ փանացնելու կամ Ադրբեջանի հատկապես դեսեք հիմա Իլհամ Ալիևի ժողովրդականությունը Հիմա մենք ուզենք կամ չուզենք, ընդունի կամ չընդունենք, շատ բարձրացած է 44 օրը պատերազմեն վերջ, այսինքն աթեղաշրջումն ալ բանակի մեջ, չգիտեմ ինչպիսի իսպաներ պիտի գտնեն, որ Իլհամ Ալիևի թեմել են, ժողովրդականությունը իսկապես բարձրացած է Իլհամ Ալիևի անոր համար շատ Այստեղ մի փոքր ձեզ առարկեմ, որովհետև համենայն դեպս արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով Ադրբեջանում այնուամենայնիվ ինչ որ խմորումներ կան, որովհետև սոցիալական վիճակը 5 տարի է անցել պատերազմից, սոցիալական վիճակ չի փոխվել, բանակի վիճակ չի փոխվել։ Ադրբեջանը փորձում է Եվրոպա դուրս գալ, Ադրբեջանը փորձում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել, Ադրբեջանը Չինաստանի հետ է հարաբերությունները փորձում սրտացնել, բայց այդ ամեն ինչը կոնկրետ ժողովրդի կենսամակարդակի վրա չի արտահայտվում։ Եվ անգամ 44 օրյայի մասնակիցները այդ հաղթական բանակի Նապոլեոնի Կովկասի Նապոլեոնի գլխավորած բանակում ինքնասպանություններ են շարունակվում ու 44 օրյայի մասնակիցները չեն գնահատվում։ Սա կարող է իսկապես խնդիր դառնալ ու խնդիրը ես կարծում եմ թե Ադրբեջանում
հասունանում է ինչ-որ գործընթաց, որը բռնապետական երկրում շատ դժվար է կանխատեսել ինչ ընթացք կունենա, համենայն դեպս Մեհդիևը այստեղ տրիգեր լինել չի կարող։ Մեհդիևը պարզապես թերևս Ռուսաստանի Դաշնության հնարած ինչ-որ պատմություն է, որով փորձում են սիրաշահել կամ ինչ-որ դիվիդենտներ տալ Իլհամին, Իլհամ Հեյդարովիչին, բայց հարցը Իլհամ Հեյդարովիչը դա կգնահատի, բայց կօգտագործի իր ժողովրդի դեմ, իր պետության դեմ։ Այս սա է խնդիրը։ Գիտեք, Ադրբեջանը իսկապես կոռուպցիայի մեջ խախտված երկիր է, ժողովրդավարություն չկա, Իլհամ Ալիևը անդադ փոխեց սահմանադրությունը, գուզե ծմա նախագահ դառնալ, ինքը իր first lady-ին նույնպես Ադրբեջանի փոխնախագահն է, ասինքն բան է, իսկապես սուլտանություն Ադրբեջանի մեջ, եւ գաղտնիք չի, որ փորձում է նաեւ իշխանությունը փոխանցել որդուն, այո, եւ հետո տեսեք մարդու իրավունքներով դեսանգյունեն դիտված իր ջիջագայթությունը շատ վատ է, անընդհատ խոսքի ազատություն չկա, ժողովրդավարություն չկա Ադրբեջանի մեջ, սրանք հիմնական երկրի այդ բալանսը բահող հիմնական հենասյուներն են սրանք, երկրները միան բանակներով չէ որ կգայունանան, տեսեք ատկան հնարավորություններ կա Ադրբեջանի մեջ, կգարձեմ որ Ադրբեջանի ժողովուրդը դուք ճիշտ կսեք, նույնիսկ մինիմում աշխատավարձերը կգարձեմ Հայաստանի Հանրապետության աշխատավարձերն ավելի ցած են Ադրբեջանի մեջ։ Ամենից հնան Ադրբեջանի միջին մեկ մարդու մեկ շնչին հասնող հնան, որքան գիտեմ, ես էլ որքան գիտեմ ճշգրիտ թիվ չասեմ, Հայաստանի հնայից փոքր է։ Այո, ես հիշեմ այդ մեկը, նույնիսկ Վրաստանից էլ փոքր է, եւ ինքը հբարդանա որ իր բարտկերը ավելի քիչ են, քան թե իր պրոֆիցիտով բյուջե ունի։ 8 անգամ ինչ-որ եւ զարգացման հիմնադրամ ֆոնդ։ Հիմա տեսնենք Ադրբեջանը հատկանալ, ասենք դժվար երկիր է, որով բան է, հստակություն չկա, խոսքի ազատություն չկա, ես կգործեմ անդադ փորձեր պիտի լինեն, քանի ժողովրդավարությունը չեն հստակ ինչ որ երկրի մեջ, այդ երկրի մեջ գայունությունը դժվար է փանագով, պիրդուժով ապահովել, այդպես կգործեմ տեսնենք, բայց մեզ համար ցերնդի է գայուն Ադրբեջան դիգին Նատամյան։ Ինչքան Ադրբեջանը գայուն լինի, անցում կդարի դեպի ժողովրդավարություն, եվրոինտեգրումը, արական ավելի գնանք կանխադեսել ինչպես Ադրբեջանի հետ մենք գործ կունենանք։ Մեզ համար հետ լավ բան չէ որ մեկ կողմ Ադրբեջանը դիկտատորական ռեժիմով, մյուս կողմը Թուրքիան որ իբր թե ժողովրդավար է, բայց խորքի մեջ ժողովրդավարության նույն ժպարը չէ մնացած։ Էրդողանյան ռեժիմը 23 տարվա մեջ բոլոր այդ 100 տարվա ավանդույթը գործը կանտել տեսնենք իսկ մյուս Վրաստանը տեսեք ինչպես հետ կայ սկսավնել Ձեր կարծիքով ինչ է կատարվում այնուամենայնիվ Վրաստանում, որովհետև տեսեք մենք ունենք այսպիսի մի պատկեր Հայաստանում հասկանալի է ժողովրդավարության մակարդակը, Ադրբեջանում հասկանալի է ինչ խմորումներ են գնում եւ Ադրբեջանը ժողովրդավարություն, Ադրբեջան եւ ժողովրդավարություն հասկացությունները ամենայն դեպս համադրելի չեն որևէ պարամետրով, բայց ինչ է կատարվում Վրաստանում այն պարագայում, երբ արդեն նույնիսկ սահմանադրական դատարան են դիմել երկու ընդդիմադիր կուսակցությունները արգելելու համար, այսինքն գնում ենք միակուսակցական համակարգի Ճիշտ այնպես ինչպես Ռուսաստանի Եդիная Ռոսիան է, ունենում ենք վերացական երազանք, այսպես իշխանական կուսակցություն, Եդիная Ռոսիա իշխանական կուսակցություն, արդյոք դա է Վրաստանի ճանապարհը իրականում։ Հիմա գիտեք, ազատանգում է Վրաստանի ժողովրդավարության, իսկապես ազատանգում, որը շատ մտահոգիչ է Հայաստանի համար, ես գիտեք Եվրոմիության համար բլոկ է Վրաստան, Հայաստան, եվրոինտեգրումը, այսինքն առանց Վրաստանի, այսօր նույն բանը վարչապետն ալ գսեր, այսինքն առանց Վրաստանի Հայաստանը նույնիսկ աշխարհակրականորեն խնդրեմ է Արդյոք Վրաստանի սարեցումը ես քիչ մենք գխոսենք ստարմերի արսայցելության մասին, մերձի այցելության մասին, Թուրքիայի եվրոինտեգրումը պիտի ակտիվանա, հնարավոր է այդ մեկը բալանսավորվի հարավային Կովկասի մեջ, եթե Վրաստանը կհեռանա եվրոպական արժեքները, ես կգարձեմ, որ ինչքան ալ հագասական թվի Թուրքիան ակտիվացել է բավական ժամանակ էր Թուրքիայի մեջ եվրոինտեգրման հարցերը սարած էին, Էրդողանը դարված էր Չինաստանով, Շանգայով, Ռուսաստանով, հիմա կարծեք թե U-turn կկատարվի, թե չնայած որ շատ թանտաղ է հետ վերադարձը, բայց կարծեք թե Թուրքիան ետ կդառնա իր եվրոպական ակունքներուն չսենք 40 տարվա է։ Եթե չի դավաճանում Թուրքիայի նախագահական ընտրությունները 2028-ին են, չէ՞ նշանակված։
28-ին է, բայց կգարձեմ, որ եթե 28-ի մնա Էրդողանը չի գնա տեխնատու դառնալ, որովհետև այո, եթե արտահերտ ընտրություններ չլինեն, սահմանադրական արգելքը կա եւ Էրդողանը ունի երկու ճանապարհ, կամ գնալ արտահերտ ընտրությունների, կամ սահմանադրություն փոխել, որպեսզի իրավունք ստանա վերստին առաջադրվել իբրև նախագահի տեխնացու։ Բայց մինչև ընտրությունները, եկեք այնուամենայնիվ հասկանանք, իսկ ո՞ւն Թուրքիայում ինչ է կատարվում։ Այս ձերբակալությունները, Իմամօղլուի նոր մեղադրանք ընդդիմությանը ընդհանրապես Էրդողանը փորձում է դաշտը մաքրել։ Այդ դաշտը մաքրում է ինքը իր համար, թե այդ դաշտը մաքրում է այնուամենայնիվ իր իրավահաջորդի համար, որը կարող է լինել Ֆիդանը, կարող է լինել իր Փեսան, կարող է մեկ այլ, չգիտեմ, տեխնացուես ընթացքում մի հայտ գալ։ Շատ հետաքրքիր են այնուամենայնիվ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Գերմանիա, Թուրքիա հարաբերությունները։ Արդյոք այդ ամեն ինչը սոսկ ռազմական հենքի վրա է գալիս են ինքնաթիռների, չգիտեմ ինչի պայմանագրեր են կնքում, ահաբեկչության դեմ պայքարի պայմանագրեր են կնքում, չնայած ես այնուամենայնիվ որևէ կերպ չեմ պատկերացնում, թե Թուրքիան ոնց է պայքարում ահաբեկչության դեմ, ահաբեկչության ֆինանսավորող լինելով հանդերձ։ Մենք դեռ այդ հարցին էլ կանրադառնանք։ Ես ուզում եմ մի քիչ դուք անդրադառնաք մանրամասներով անդրադառնաք Էրդողանի կերպարին։ Հիմա մենք տարբեր ժամանակներում շատ տարբեր Էրդողան ենք ունեցել։ Այն ամենասկզբում, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր եւ Թուրքիայում խորհրդարանական կառավարում էր ոչ թե նախագահական։ Ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, Էրդողանը բավականին զարգացնող առաջադեմ կերպար էր եւ Թուրքիան ճգնաժամից հանող կերպար էր այն ժամանակ, երբ որ նոր սկսել էր իր գործունեությունը Ստամբուլի քաղաքապետից դառնալով վարչապետ։ Նաև ազական բավականին բարձր վարկանիշ ունեցող կուսակցություններ։ Արդյոք հիմա ազական այդ վարկանիշը ունի, արդյոք Բահչելիի հետ դաշինքը կշարունակվի, ազգայնականների հետ դաշինքը կշարունակվի, ու ընդհանրապես Էրդողանի թե ֆիզիկական, թե մարդկային, թե քաղաքական հնարավորությունները այդքան բարձր են, որ 28-ին դեռ մտածենք Էրդողան կընտրվեց, թե չես ընտրվի։ Շատ թուրը մեծ բացինք։ Այո, սիրում եմ լայն դռներ։ Խորանանք այդքան որ մեզ շատ կեդա միջալոց թուրքիական քաղաքականությունը, հատկապես ներքին այդ բալանսները Թուրքիայում։ Տեսեք, նախ ես կուզեմ սկսել Էրդողանի առողջական վիճակի հետ։ Գիտեք, գաղտնիք չեմ ասել եթե ասեմ, որ Էրդողան էպիլեպսիայով դարաբող մարդ է։ Օրական նույնիսկ 800 միլիգրամ տեգրետոլ կընտրի ինքը։ Այսինքն եւ իր հետ միշտ կուղեկցի մեծ բժիշկներու խումբ։ Իր բալադի մեջ որ 1100 սենյակի կփականա երևողն է, դա չգիտենք, մեծ ամենամոդեռն հիվանդանոցը կա։ Իսկ ես կուզեմ մի հատ հետաքրքիր ինֆորմացիա փոխանցել Access պորտալը, որը շատ գաբ ունի հատուկ ծառայություններ լա ամերիկյան, լա իսրայելյան, շատ հետաքրքիր արտահոսք դեղի ունեցավ մեկ ամիս առաջ, փոխանցեց որ Էրդողանը քաղաքնապար գնացել է Քյոլնի մեջ հատուկ հետազոտությունները անցած է եւ վատ է վիճակը։ Այսինքն Էրդողանը ցույց մի նայեք ասես փայլուն բան խոսի, ինքը այդ կորտիզոններով բաներով է որ աշխատի։ Նույնիսկ ինքը գիտեք ծանր օպերացիաներ դարավ, քաղցկեղներ հաստաղիկի։ Ես հիմա քիչ կուզեմ խոսել հետ Էրդողանյան շրջանի մասին։ Տեսեք հիմա ակտիվացել է Թուրքիայի մեջ հետ Էրդողանյան շրջանը։ Էրդողանը մինչև 28-ը եթե արդյոք ընդրություններ կդարվին, այս քյուրդերու բաներու հարցը որ հիմա հաստաժողովներ կան կուզեն հաշտվել, ուղղակի 360 թիվը հասցնելն է Էրդողանին որ հնարավորություն ունենա որ Թուրքիայի մեջ համարտությունը փոխե կգարձեմ որ ասում ենք ամուլ բան է վերջ կգարձեմ քուրդական գուսակցությունը այդ HDP-ն ինչ որտեղ հետ կալ միտնի դե որով բան առաջ չկար չմոնանք 3 կամ արդյոք PKK-ն հայտարարեց որ ինքը Թուրքիայից է դա քաշում գնալու է Իրաք այստեղ Իրաքի վարչապետը 3 պորտպոկազ էր որ PKK-ն ինչ պիտի է Իրաք պիտի կա այսինքն Իրաքի ասկան աղոտ որ գալիս եք մենք ընդունում ենք մենք չենք ընդունի բայց պիտի հարց կա Սուդանին 3 չեր արդյոք մեծ հայտարարություն ունեց որ հանգար չկա մենք կարող է մեծ խնդրի արժև գայնենք Ես հիմա գուզեմ խոսել քիչ մը հետ Էրդողանյան թուրք ինչ կգադարվի իշխող ուժի մեջ թուրքական իսկապես գերա ինչ է անելու ազգական Հիմա տեսեք Իմամօղլուի
այս գաշարագերության հարցերով մինչև հիմա պատկերացեք մարտի 19-ից ցերպակալված է նույնիսկ մեղատրակիրը չկա որովհետև բոլորը գեղձ է իսկ աս բոլորեն վերջ որ այս խաղը չփռնեց իրենց իմամողլեին գծուցին լրդեսի բանը բիդագը հա դիպլոմը կեղծեր չստացվեց կաշառակերություն հիմա բարձվում է լրտեսը հերիք չի դեռ Հայաստանի նախկին քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ է կապեր ունեցել Հայաստանի MI6-ի ինչ որ եւ այդ մեկը բոլորը երբ տեղի ունեցավ այդ օրերում որ Մեծ Բրիտանիայի վարչապետը այցելեց Թուրքիա ստարմերը իսկ հետաքրքիր է ստարմերը ոչ մեկ խոսք այս հարցերու շուրջ նույնիսկ լրակրողները որ Անգլիայից եկած էին այս հարցերը չդվին Էրդողանին որ ինչ կգադարվի անշուշտ Eurofighter-ները ցախեցին իմիջիալոտ ինֆորմացիա ասեմ իդալացիները 11 ամիս առաջ Eurofighter Typhoon օտանավները աշխարհի ամենասոտանավներն են ռազմական 5-րդ սերունդի $370 միլիոն քնած էին իդալացիները իսկ Թուրքիան կնեց $520 միլիոն լրելու բաժնին ասիգա Ձեր գնահատականը որ Էրդողանը հայտարարում է որ Թուրքիան կարծեմ 9-րդ թե 8-րդ ամենամեծ ռազմական զենք վաճառող ամենամեծ երկրների ցանկում է դա միֆ չէ Ասեմ ձեզ Դիգին Ադամյան նայեցեք հիմա հերթով կամ ինչ կգադարվի AKP-ի մեջ հետ Էրդողանյան շրջանի հիմնական տեխնազուն իր դղան է Բիլալ Էրդողանը որ Բիլալ Էրդողանը շատ գազմագված սուսուփուս իր Թուրքեվ բանով այդ երդասարտական գառույցով սկսել է բոլոր Թուրքիայի իսկայուն այդ բաշտոններու վրա իր ընկերները նշանակել իր քաղաքապարագիստները նշանակել բայց Բիլալ Էրդողանը երբեք չունի ժողովրդականություն ի բացման այդ բաներ ունի որ գաշարագերական այդ գախնալսունները գային Էրդողանը դունգսեր զրայացուր փողերը այդ ֆետոյականները որ 2013-ի դեկտեմբեր 17-ից 25-ի մեջ այդ գաշարագերական այդ օպերացիաները կդարեցին Բիլալ Էրդողանը անոր համար չեմ այդ հետ կգա Բիլալ Էրդողանի վրա երկրորդ տեխնազուն իր փեսան է Բերատ Ալբայրակը որ նախկին էներգետիկա նախարարն էր եւ վերջ դարձավ ֆինանսներու նախարար եւ այդ ժամանակ է որ $128 միլիարդ Թուրքիայի կենտրոնական բանկեն կոլորշիացավ ոչ մեկը չգիտեր դա բանկը ուր է հիմա բայց հիմա վերջերս Բերատ Ալբայրակը ակտիվացած է իսկ այդ ակտիվության հիմնական հենարանը գիտեք ինչն է ինքը հadoop գաբեր ունի Բերնարդ Քուշների հետ Փեսային եւ Դոնալդ Թրամփի դղուն հետ նույնիսկ Ջունիոր Թրամփի հետ հիմա գարձեք թե այդ մարտիկ ինչ որ բան է դոպինգ տված են իրեն քիչ ակտիվացած է Փեսաները մեկն է երկրորդ տեխնազուն Բայրակտարի հիմնական ղեկավարն է որ ինժեներ է բայց այդ տղան atkanal բան չէ Գարավ չունի ինչ որ basic-ը չունի քաղաքական մարդը ինժեներ է բայց ինչ որ քաշած են ներկերդի մեջ դրա պատճառն իր եղբայրն է որովհետև Թուրքիայի հիմնական իշխանամետ մեդիայի գիշխ է դեռ անընդհատ Սեդատ Բայրակտարի բանը կփայլեցնե իմաժը Ձեր կարծիքով այնուամենայնիվ հարցը տամ հետո Հակոբ ջան շարունակեք Ձեր գնահատականով այնուամենայնիվ Էրդողանի օրոք հայ-թուրքական սահմանը կբացվի Հայ-թուրքական սահմանի բացում ես կգարձեմ որ Գաբոնի Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության պայմանագրի սորակտման հետ բայց հիմա տեսեք Բան չի Էրֆիդանը ասում որ 2026-ի առաջին կեսում Նախապես պայմանավորված ենք, բայց տեսեք հիմա Կազախստան, Ադրբեջան, Վրաստան սահմանը որ կբացվի, դրամապանական է որ պետք է որ թուրքական սահմանն ալ բացվի, այսինքն Թուրքիան այլևս անիմաստ է սահմանը փակվահելը, իսկ Հական Ֆիդանի բարակային տեսեք, ասիկ որ թուրքական զենքերու բաներու մասին Հական Ֆիդան ամենամեծ տեխնազուն է, pedagogian թեմքն է, գիտեք 2012-ը մինչև 2020-ներու վերջերը 22 Հա, մինչև արտաքին գործ նախարար նշանակվել է, ինքը միտի ղեկավարն էր հատուկ ծառայությունների Թուրքիայի եւ Բադահական չէ որ Էրդողան այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրդողանը վերադարձավ Թուրքիա իսկ Հական Ֆիդան այդտեղ սկանդալային հայտարարություն կատարեց Տեսեք Ամերիկայի նախագահը Դոնալդ Թրամփը եւ կոնգրեսը գարզեք թե Հանիբալյան երթում գերածեն որ չեն դալու ոչ F35-երը ոչ էլ F16-երը մոդեռնիզացիան ինչու որովհետեւ
կացայի բաժամիջոցներն են մինչև Թուրքիան այս 400-ներեն չչերպազատվի այդ process-ները չեն կատարվելու դրա համար էլ Eurofighter-ներով այս բանը ակտիվացավ իսկ Հական Ֆիդան այդտեղ ինչ հայտարարեց հայտարարեց որ Թուրքական ինքնաթիռները կանը ասեն ծրտուցած են F-16-ի մոտորներով եւ Թուրքիան մինչ այդ հայտարարել 48 դրա համար է հարցնում արդյոք Էրդողանի այդ հայտարարությունները միֆ չեն թուրքական ռազմական հզորության 48 հատասին որ Ինդոնեզիա օտանավ վաճառած են մի երկու օր առաջ էր Ալտայի թանկերու մասին Արդողան հայտարարեց որ իսկ Ալտայի թանկերու ֆաբրիկը որ Սակարիայի մեջ կգտնվի իրենք արդեն վաճառած են կատարցիներուն հատկանշական $1 եւ մինչեւ հիմա այդ թանկը մենք չենք տեսներ անընդհատ գիտեք Էրդողանյան մամուլը գուրեցնե ռուսական ասես հզոր բուրևեսնիկ չգիտեմ էլ ինչ զենքերի պես ինչ որ մի բան էլ Թուրքիան է հա բուծում է Ալտայները չգիտեմ կաները եւ այլն գսեն չգա Էրդողանը երկու անգամ հայտարարեց որ Սև ծովու մեջ մեծ անսահմանափակ տրիլիոն $-ներ արժող գազի քյուդ եղավ անունը գազը չգա ասիկն սուդի վրա հիմնված է միջերկրական ծովում կա Կասպից ծովում կա թուրքական ճրային սահմաններում մեջ ասեն հայտարարությունները շնորհավորեց բայց չի գա այդպիսի բան ասիկն Էրդողանյան ռեժիմը սուդի ռեժիմ է խորքի մեջ Դիգին Աթամյան եւ Թուրքիայի մեդիայի 95% Էրդողանից եկն է ասիկն Էրդողանյան Էրդողանը շատ հաջողությամբ փակում է բոլոր այն լրատվամիջոցները որոնք իշխանության ենթակայության տակ չեն մի քանի օր առաջ Թելեմեգը արդեն ղեկավարը հիմա ճիշտ չեմ շրանունը ցերպակալված է նույնիսկ մեղադրանք կա որ ինքն անգլիական լրդես է բանի հետ Իստանբուլի քաղաքապետի հետ Իմամօղլուի հետ այո Մերդան Յանարդաղ ասիկն բան է Թուրքիա բայց դեսեք այսքան որ իրենք գջնշեն ինտիմատիր մեդիայի բայց ինտիմատիր մեդիայի թիդողականության դոգոս շատ բարձր է Թուրքիայի մեջ իրենք ինտիմատիր մեդիան մի քանի ալիք է միան շատ նեղ դարածք է իր եթերները գարցակե գներեք բայց ես որքան հասկանում եմ Թուրքիայում ճնշվում է նաև on-line տարածքը ոչ միայն հեռուստա այլև on-line տարածքում կարծես թե ինչ որ բաներ բարբերաբար արկելում են թույլատրում են էլի արկելում են սխալ եմ թե ճիշտ եմ գիտեք շատ դժվար հասանելիություն կա YouTube-ի շատ դժվար հասանելիություն կա նույնիսկ այդ անցիկ որ Twitter-ով TikTok, YouTube այդ նույնիսկ Twitter-ով դու ինչ որ tweet X-ով այսինքն բազմաթիվ երդասարտներ ցերպակալված են Թուրքիայի մեջ մեկ tweet-ի համար որ Էրդողանին ճիշտ այնպես Ռուսաստանը ոնց որ Ռուսաստանը Այսինքն այդ երկին է Թուրքիան բայց հիմա խմորումներ կան որ գարզեք թե ինչքան դեսենք օրերը ցույց կտան ինչպիսի դեղաշարժեր պիտի կատարվին Թուրքիայի մեջ թե եվրոինտեգրումում որովհետև վեճ Ռուսաստանի հետ Թուրքիան գարզեն որ Թուրքիան գնում է դեպի Եվրամիություն Թուրքիան գնում է դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այն պատճառով որ տնտեսական անկման մեջ է տնտեսական քաղաքական ճգնաժամ կա դեսեք մենք խոսենք ինչ մեկ երստարամի այցելության մասին ժամանակին որ Թուրքիային օտանաններ պիտի չի փոխանցեր Ամերիկան ես կուզեմ Մերցի այցելության մասին էլ խոսել այսօր շատ կարևոր է Ֆրեդրիխ Մերցի այցը Թուրքիա դեսեք իսկապես ճնշում կա Ֆրեդրիխ Մերցի վրա AfD-ից Alternative for Deutschland գիտեք Թուրքիան այդ երկիրներ որ քաղաքականները բլոկած էր Թուրքիայի մեջ պայմանավորվածություններ կային անոնսի մեջ կար որ անդրադարձը կատարվելու միգրացիոն քաղաքականությանը հետո բացված էր այդ անոնսը որ համարյա թե 120,000 թե 220,000 թուրքեր կան որոնք ռեադմիսիայի պետք է ենթարկվեն եւ սիրիացիներ բացարձակապես սիրիացիները Սիրիա կգնան բայց թուրքերին պատրաստվում է Գերմանիան վերադարձնել այսինքն Մերկելի այդ շատ մեծ բազդռների քաղաքականությունը բավականին մերցնեղացնում է եւ այդ դուրը դարձնում է կողպեքով որքան դա կարող է Էրդողանի վարած քաղաքականության հետ համադրվել տեսեք ինչքան հենց սիրիացիներ կային Թուրքիայում արդյոք այդ սիրիացիներին ջամփելով Էրդողանը պատրաստ է ընդունել Եվրոպայում այնուամենայնիվ բնակված Եվրոպայի այդ աշխարհաքաղաքականության մեջ մխրճված եվրոպական արժեքների մեջ թաթախված բայց թուրքերի այստեղ
շատ հետաքրքիր քաղաքական կարող է խնդիր առաջանալ, եթե Էրդողանը այդ 220,000-ին հետ ընդունի, դա արդյոք իր համար վտանգավոր չի լինի։ Իհարկե վտանգավոր կլինի, գիտեք, Ֆրեդրիխ Մերց շատ մեծ ճշմարտակ է գաղթականներով հարցով, որովհետև Alternative Deutsch für Deutschland-ի Alice Wegener, հիմա չեմ հիշում ճիշտ կանոնը, իսկապես շունչը վրան գսկա Ֆրեդրիխ Մերցը նեոնացիստական գուսակցության այդ պատճառով է որ նախ եկավ Թուրքիա, երկրորդը տեսեք Թուրքիան հարավային ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևն է, թուրքական օտուժը իսկական դգար էր, այսինքն մեկնած իրենց ապահովական հարցեր են լա Գերմանիան, լա Անգլիան պետք է որ զորացնեն ՆԱՏՕ-ի հարավային ուժը, հարավ-արևելյան ուժը, որով թուրքական հոբ համագարկերը պատրիոտներ չկան Թուրքիայի մեջ, ամերիկացիները պատրիոտը լարեցին Սիրիայի հարցով վերջի հետ դարին, թուրքական օտուժը համարյա 20-25 տարի էր իրենց ինվարդերը չեն նորոգված, մտահոգված Ռուսաստանի հայց հարցերով, տեսեք հիմա Ռուսաստանը ինչ որտեղ Պոկրովի հարցը գա, չմոռանանք վտանգավոր է, ասինքն ինգավ կամ ինհալի է Պոկրովը, ասինքն եւ ՆԱՏՕ մեկնած իր շահերից կգարձեն որ այդ Eurofighters-ները ամերիկյան հորտորով ծախեց Թուրքիային Տեսնենք ինչ կգադարվի, իսկ այո դուք ճիշտ եք, Էրդողանը չեմ գիտեր Եվրո ինտեգրումը պիտի բալանսավորի այդ քաղաքականներով հարցերով գերեվի թե Լավ, եւ վերջում կարճ անդրադարձ անենք այնուամենայնիվ Պաղեստին-Իսրայելին, տեսեք համաձայնագիր, կարծես թե խաղաղությունը հաստատվեց, կարծես թե պատանդները ազատ արձակվեցին, զոհվածների դիակները դեռ համենայն դեպս ոչ ամբողջությամբ են փոխանցված, բայց կա մի կազուս, Համասը չի զինաթափվել, Համասը շարունակում է գործել, ու Համասը կրակում է ոչ միայն իսրայելցիների վրա, Համասը կրակում է նաև պաղեստինցիների վրա, եւ քանի դեռ Համասը չի զինաթափվել, քանի դեռ Համասը Գազայում է, իսկ մենք գիտենք, որ Գազայում Համասը կարող է լինել թե 4000, թե 44,000 ցանկացած պահի, որովհետև հիմնականում թունելներում են։ Կարող է Իսրայելը այս հարցը լուծել եւ վերջապես Գազայում հաստատվի խաղաղություն։ Տրամպի ծրագիրը հասկանալի է, Տրամպը գնում է տնտեսության, Տրամպը փորձում է սովորեցնել, որ ժողովուրդ, եկեք իրար մի սպանեք, եկեք իրար հետ հաշտ ապրեք, բայց դրա համար տասնամյակներ են պետք, որպեսզի այդ մարդկանց մտածողությունը փոխվի, ընկալումը փոխվի, որպեսզի հասկանան, որ իրար սպանելով Ալլահին ավելի մոտ չեն լինում, քան հնարավոր է ապրել ու երջանիկ լինել միմյանց բարեկեցության նպաստելով հասնել Ալլահին։ Ես ուզում եմ հասկանալ ու խնդրում եմ հակիրճ պատասխանել Պաղեստին-Իսրայել հակամարտությունը ի վերջո լուծում ունի։ Հիմա տեսեք Համասի համար իսկական զենքը, որ իրեն ցերն է բահացեն, խնդրեմ է, բայց Համաս հայտարարեց, որ մինչև Իսրայել Պաղեստին պետությունը չցեվավորվի, մենք զենքերը չենք հանձնելու։ Պաղեստին պետությունը երբևէ չի ձևավորվի, քանի դեռ Պաղեստինը ասում է, ես մայրաքաղաք պետք է ունենամ Արևելյան Երուսաղեմը։ Եվ 67 թվականի սահմաններով խնդրեմ է մեծ խնդրեմ է ինչքան այս անցյալ երեք էր ամերիկայի փոխնախագահը Ջեյ Վանսը ասաց որ սպիսի բաներ հնարավոր է բադային ասին process-ը դժվար process է իսրայելցի զինվոր սպանվեցավ դիմացը շատ ուժեղ ռեակցիա տվավ ամերիկա Իսրայելյան համաձայնագրով Իսրայելը կարող է անհամաչափ պատասխան տալ մեկ սպանվածի դիմաց 11-ին սպանել 65 հոգի սպանվեցին այո Գկարծեմ որ շատ պրոբլեմատիկ հարց է այս մեկը Կատարը Թուրքիան ինչքան է իրենց Եգիպտոսը իրենց միջամտություններ գնեն բայց այնտեղ մեծ ասին իդեոլոգիաներով հարց է ասին սուրբ երկիր է սուրբ փողեր են բոլոր ամեն մեկ իր մեկնած իր խորը բազմական համոզմունքներ են դեր իր համոզմունքներն հрьяաները գսեն Սողոմոնի դաջար արաբները գսեն մերն է ասին ասպենգ ես միշտ Գիտեք ինչ գնամանցնեմ Թոմ ու Ջերի բաներուն ոչ Թոմը պիտի մերնի ոչ Ջերին բայց անընդհատ ավերջ բայկար է ասպեկը Իսրայել-արաբական հավերժական բայկարը Ես կարծում եմ այդ հավերժական պայքարի ելևէջներին մենք դեռ հենման կետում վերստին կանրադառնանք շատ շնորհակալ եմ այսօրվա ձեր մասնակցության համար Ես եմ շնորհակալ The point-ի սիրելի ունկնդիրներ, հենման կետը հիշեցնեմ ձեր հենման կետն է, like,
լայքեք ու տարածեք, եթե դուք համաձայն եք մեզ հետ եւ եթե ցանկանում եք, որ իսկապես ձեր հենման կետը լինի այն հենման կետը, որով Արքիմեդը պատրաստ է շուրջ տալ երկրագունդը։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Բարի աշուն ձեզ։